Բարև ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Ես ճիշտ ասած ուզում եմ մի երկու բան բացատրեմ։ Անցած անգամ ես ասացի, որ մեր պատերազմի պարտությունը եղել է 44 օրյա ժամանակ այն պատճառով, որ մենք զիջել ենք Ադրբեջանին կառավարման համակարգով։ Շատերը հասկացել են, որ կառավարման համակարգը դա տեխնիկական միջոցներ է։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, իմ ասածը վերաբերում էր նրան, որ կառավարման համակարգը պետք է լիներ կազմակերպված եւ դա ինչ է, ասենք, եթե վերցնենք գլխավոր շտաբը, դա գլխավոր շտաբի պետն է, որպես մարդ, գլխավոր շտաբի տեղակալներն են, չգիտեմ, վարչության պետերն են եւ այլ, որոնք քննարկում եւ որոշում են կայացնում։ Իսկ տեխնիկական միջոցները իրենց ապահովում են այդ որոշումները կայացնելու համար, ասենք, տեղեկություն են հասցնում եւ կառավարման համար ցուցումներ են փոխանցում։ Խոսքը կառավարման եւ ավտոմատ համակարգի մասին չի։ Ես նորից եմ շեշտում։ Հայաստանի Հանրապետությունը պարտվել է Ադրբեջանի Հանրապետությանը 44 օրյա պատերազմի ժամանակ եւ 23 թվականին հանձնել է Արցախը միայն ու միայն նրա պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պետական ռազմական կառավարման համակարգ, որը պատերազմի ժամանակ կվերցներ իր վրա եւ չի ստեղծվել դա պատերազմի կառավարումը։ Գլխավոր շտաբը չի կարող մենակ կառավարի պատերազմը։ Ես ուզում եմ դա բոլորդ իմանաք։ Ինչ վերաբերում է շարունակող Իրանի հետ, այսպես պատերազմի մասով, ասեմ, որ ճիշտ ասած նախանձով եմ նայում իրենց կառավարման համակարգին, որ իրենք առաջինը չեն կորցրել կառավարումը, չնայած այդ հարվածներին, երկրորդը պահպանել են իրենց կառավարման ռեսուրսները եւ երրորդը իրենք ունեն քաջություն որոշում կայացնելու համար։ Տեսեք ինչ ասում, եվրոպացին ասում է ես կօգնեմ ամերիկացուն, հաջորդ օրը իրենց խորհրդականը Իրանում ասում է, որ ես էլ կհարվածեմ բոլոր նավթամուղերին։ Այս անգամ մենակ Օրմուզի պարավին չի։ Դա այն է, ինչ որ ես նախարար ժամանակ ասացի Ամերիկայի դեսպանին, որ եթե սկսի լայնածավալ պատերազմ, մենք կհարվածենք նավթամուղին։ Եվ եւս մի բան ասեմ։ Խնդրում եմ մի հատ գնահատական տակ։ Իրանում զոհվել են երեխաներ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների այդքան լավն է, ապա ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարը ոչ մի ամերիկացի։ Չեմ ասում ցավակցություն, բայց նույնիսկ ափսոսանք չեն հայտնել այդ երեխաների զոհի համար։ Մենք ում վրա ենք հույս դրել։ Քեսենջերը ասել էր. վտանգավոր է լինել Ամերիկայի թշնամին, բայց Ամերիկայի ընկեր լինելը մահացու է։